Դեղորայքի որակի եւ անվտանգության հետ կապված խնդիրները մնացել են լուսանցքից դուրս։ Գրանցման, թույլտվության եւ այլ խնդիրների հետ կապված հաճախ դեղերը եւ բժշկական պարագաները ամիսներով կարող է մնալ մաքսային պահոցներում, որոնք չունեն լիցենզիա, այսինքն հասկանալի չէ, թե ինչ պայմաններում են պահվում այդ դեղերն ու պարագաները։ Հայաստան դեղորայքը մտնում է սահմանային կետով, այնուհետև տանում են մաքսային պահեստներ, որոնք Հայաստանում 8-ից 9 են։ Դրանցից ամենակիրառականը 3-ից 4 պահեստներն են։ Բայց որևէ մեկը լիցենզիա չունի, ասում է Անկախ դեղատների ասոցիացիայի նախագահն ու հավելում առողջապահության նախարարությանը հարցման արդյունքում պարզել է, որ որոշ ժամանակ առաջ միայն մեկ պահեստի են տվել դեղերի մեծածախիրացման լիցենզիան։ Այդ լիցենզիան էլ դադարեցվել է։ Նրա խոսքով խնդիրն այն է, որ դեղերը Զվարթնոց օդանավակայանում կարգոյում են մնում, մինչև որ վերջինս շրջանառվելու թույլտվություն ունենա։ Իսկ մինչ այդ դրանք մնում են պահեստում, որտեղ փաստացի չկա դեղերի պահպանման ռեժիմ։ Երբ դեղորայքը գալիս է Հայաստան, առողջապահության նախարարության դեղերի փորձագիտական կենտրոնը օրենքով պետք է նմուշներ վերցնի, այնուհետև հավաստի դեղի գրանցումը Հայաստանում, որն այդ դեպքում մի քանի օրվա փոխարեն տևում է գրեթե 1 ամիս, ասում է մասնագետը։ Շոկ եղանակներին, եթե օրինակ դեղը պետք է պահպանվի մինչև 25 աստիճան, բայց եկեք տեսեք, որ մաքսային շատ պահեստներ կան, որ այդտեղ 40 աստիճան է, եւ այդ դրա պահպանումից կարող է դեղի որակը փոփոխության ենթարկվել։ Դեղերը պահվում են սառնարաններում, որոնք նաև նախատեսված են օրինակ կարագ մսամթերք պահպանելու համար, ասում է Խաչատրյանը, նշելով, որ դեղորայքի համար պետք է լիցենզիա ունենան բոլոր կազմակերպությունները։ Կապ չունի դա մեծածախ է, մանրածախ, բժշկական կազմակերպություն թե ոչ։ Ըստ նրա, ամբողջ խնդիրն այն է, որ առողջապահության նախարարությունը չի հետաքրքրվում, թե որտեղ է գտնվում եկած դեղը, բաշխում չի անում, իսկ այդ ամենի վերահսկողությունն անում է աշխատանքի եւ առողջապահական տեսչական մարմինը։ Երկուսն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար, պնդում է Խաչատրյանը, որ այստեղ խնդիր կա, նախարար Ավանեսյանն ինքն էլ ի դեպ հաստատեց։ Իհարկե մենք ունենք նաև խնդիր վերահսկողության մասով, ավելի սկսած մեր մաքսային անցման կետերից, որպեսզի մարդիկ այդ փոքր քանակները չչարաշահելով ավելի մեծ քանակներ չբերեն երկիր։ Ընդհանուր առմամբ իհարկե գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիր կապված դեղերի ծավալի մեծացման հետ։ Հայաստանը փոքր շուկա է այս առումով եւ նաեւ վերջին տարիներին դեղագործական մեծ համաշխարհային ընկերությունների պահանջարկի կտրուկ աճն է հանգեցրել սրան, որ ավելի ու ավելի է process-ը դժվարանում, բայց այս ամենը նաեւ հաշվի առնելով է, որ օրենքով սահմանված կարգով մենք հնարավորություն ենք տալիս որոշակի չափականակով չգրանցված դեղեր բերել։ Փորձագետն օրինակ է բերում ինսուլինի դեղը, որը պետք է պահվի հատուկ պայմաններում, կարող է ձեռք բերել կողմնակի շատ էֆեկտներ։ Քաղցկեղի դեղը, եթե խոնավությունը պահպանված չէ, կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդու առողջության համար։ Օրինակ սովորական դեղատներում էլ պահանջ կա, որ պետք է խոնավաչափ լինի, անգամ սովորական հաբերն ունեն հատուկ պահպանման ռեժիմ, ուր մնաց պատվաստանյութերը, ինսուլինները, պրեպարատները, որոնք եթե հատուկ ռեժիմով չպահպանվեն, ըստ մասնագետի, աչքի տեղը հոնքնել կհանեն։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։